Նախ եւ առաջ երևի պետք է անդրադառնալ ՀՀԿ համագումարին, որը բավականին լայն արձագանք ստացավ եւ դա բնական է, իշխող կուսակցության համագումարն է, բայց լավ կլիներ, եթե այդ համագումարը ինչ-որ բան տար մեր ժողովրդին եւ ինչ-որ հույսեր ներշնչեր, որ իշխող քաղաքական ուժը պատրաստական է ինչ-որ ակտիվ վերափոխումների եւ այլն, բայց դժբախտաբար մենք դրա ականատեսը չեղանք, ավելին տպավորություն փորձեցին ստեղծել, թե որքան են կարևորում ընդդիմության դերը երկրի կառավարման համակարգում, բայց ըստ էության իրենք էլ հենց ոչնչացնում եւ փոխում են փոքրացնել ընդդիմության դերակատարումը, նրան չտալով որևէ լծակ վերահսկողական հնարավորություն չտալով զբաղվել իրական օրենսդիր աշխատանքով, քանի որ բոլոր կարգի նախաձեռնությունները որ ծնվում են ընդդիմության կողմից, կասեցվում են անմիջապես եւ նույնիսկ քննարկման չի հասնում ազգային ժողովում։ Հետևաբար հնչած բոլոր կարգի կարծիքները, որ ընդդիմություն իշխանությունը դա նման է մարդու երկու ձեռքի, որոնք պետք է ներդաշնակ գործեն եւ այդ դեպքում կարող է մարմինը ուրեմն ամբողջական գործունեություն ծավալել եւ արդյունավետ լինի, ես կարծում եմ, որ սա խոսքերի շարք էր, որը փորձվեց հերթական անգամ մատուցվել հայ հանրությանը, իսկ ես կարծում եմ, որ ընդդիմության ձեռքը Փառք Աստծո առողջ է եւ ընդդիմությունն էլ շատ տարբեր շերտեր ունի, բայց այնտեղ կան շատ առողջ մտածող հատվածներ եւ ամեն դեպքում չեմ կասկածում որևէ մեկի անազնիվ նպատակների մեջ եւ նրանց մղումները իրոք պայմանավորված են, այդ թվում նաեւ ինձ, որովհետեւ ես ընդդիմության մի մասն եմ կազմում, երկրում փոփոխություններ մտցնելուն եւ դրա համար մենք պայքարում ենք տարիներ շարունակ դրական փոփոխությունների համար։ Իսկ իշխանությունը ընդհանրապես փորձում է պահպանել իշխանությունը։ Ես կարծում եմ, որ երկրորդ ձեռքը, որը իշխանության հատվածն է, առողջացման կարիք ունի։ Եվ եթե ասում է Սերժ Սարգսյանը, որ ընդդիմությունը զբաղվում է ընդհանրապես քննադատությամբ, իսկ մենք փորձում ենք երկիրը ղեկավարել, ապա առաջարկում եմ հրաժարվեք ձեր ղեկավարման պրակտիկայից եւ հնարավորություն տվեք ժողովուրդը որոշի, թե ով պիտի ղեկավարի երկիրը եւ այդ դեպքում միգուցե նաեւ իշխանության ձեռքը կարող ճանա։ Դա այն իրավիճակը, որ կա հանրապետական կուսակցության ներսում եւ տրամադրությունների մեջ Սերժ Սարգսյանի, իսկ ինչ վերաբերում է քաղաքական դաշտին, ես կարծում եմ, որ քաղաքական ընդդիմադիր դաշտը մշտապես ուրեմն ակտիվ վիճակում է, փորձում է լուծումներ գտնել, փորձում է վերադասավորվել, նոր միավորներ ձևավորել, ակտիվացել է քաղաքացիական նախաձեռնությունների շարքը, քաղաքացին այլևս նախկինը չի եւ գիտակցում է իր դերն ու կարեւորությունը ու նաեւ փորձում է ինչ-որ հարցեր պարտադրել իշխանություններին եւ դա պիտի ասեմ, որ ինչ-որ չափով նաեւ կարող ենք համարել, որ դեմ եմ շարժումը մեզ հետ համատեղ գործունեության արդյունքում կարողացավ որոշակի արդյունքներ գրանցել, որ հարցը ստացավ շատ մեծ հնչեղություն եւ այդ դիմադրության արդյունքում էր, որ լայն քննարկում ծավալվեց, բայց չէի ասի, որ դա կարելի է որպես հաղթանակ ձևակերպել, սահմանադրական դատարանի վճիռը ընդհանրապես խնդրի հետաձգում էր, բայց ոչ մի հստակություն չմտցրեց։ Հովիկ Աբրամյանը հայտարարեց, որ դե ֆակտո պարտադիր կൂട്ടակայինը, պարտադիր բաղադրիչը հանվում է, իսկ վերջին օրերին, երբ ներկայացվեց ծրագիրը կառավարության, նոր կառավարության, որտեղ միջայլոց առաջին տարբերակը, որը մեզ նախորոք էր ներկայացվել, պարտադիր բաղադրիչի մասին ոչ մի բան չէր ասվում, իսկ վերջնական տարբերակը, երբ ներկայացվեց ազգային ժողով, արդեն տեսանելի էր, որ պարտադիր բաղադրիչը կիրառվելու է սեպտեմբերից հետո, ուղղակի փորձում են լուծումներ գտնել, թե ինչ կերպ կարող են ինչ-որտեղ մեղմել կամ համոզել ժողովրդին։ Ես կարծում եմ, որ նույնիսկ այն որոշումները, որոնք կայացվեցին օրեր առաջ, որ գործատում պարտադրված չէ գանձել այդ գումարները եւ աշխատողն էլ կարող է իր դիմումի համաձայն
չներգրավել պարտադիր կൂտակային բաղադրիչի չի կիրառվի նրա դեմ, եթե դիմում ներկայացնի, ապա ես կարծում եմ, որ եւ նաեւ փաստեր ունենք բազմաթիվ, որ դա չի աշխատում ըստ էության։ Նու բյուջետային հիմնարկները արդեն այդ 120,000-ը, որ ներկայացվել էր, որ արդեն մտել են պարտադիր կൂտակային կենսաթոշակային համակարգի մեջ, դա այն հնարավոր սահմաններն էր, որը իշխանությունը կարողացավ քաղել եւ պարտադրանքի թե ահաբեկման, թե տարբեր ուրեմն ճնշումների ազդեցության տակ բյուջետային հիմնարկների աշխատողներին ներքաշեցին պարտադիր կൂտակային կենսաթոշակային համակարգի մեջ, բայց խնդիր ունեն լուծելու, քանի որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ չնայած բնակչության 80% դեմ է այդ օրենքին, բայց մենք միևնույնն է այդ օրենքը պիտի իրականացնենք, որովհետև ինչ վատ է, եթե մենք ունենում ենք երկարաժամկետ եւ ցածր տոկոսադրույքով վարկեր։ Ըստ էության խոստովանեցին, ինչ որ մենք նախորդ կասկածում էինք, ավելի ճիշտ վստահ էինք դրա մեջ, բայց փաստեր չունեինք։ Խնդիրը վերաբերվում է ուրեմն նրան, որ նախորդ հայտարարվում էր, որ այդ ուրեմն օրենքի միջոցով նոր կենսաթոշակային համակարգի անցումը ապահովելու է մեր մեծերի ապահով ծերությունը, բայց ըստ էության ստացվում է, որ իշխանությանը պետք են երկարաժամկետ եւ ցածր տոկոսով վարկեր, որը իրենք փորձելու են ստանալ կենսաթոշակային ուրեմն ֆոնդերից, որոնց հետ միանշանակ իրենք պայմանավորվել են։ Հիմա այլ խնդիր են լուծում, փորձում են մինչև սեպտեմբեր ներկայացնել եւ կփորձեն ամեն կերպ ներգրավել տարբեր կազմակերպությունների, որոնք իրենց ազդեցության տակ են, իսկ մեր երկրում 90%-ն է, որ իրենց ազդեցության տակ են, եւ կփորձեն 120,000-անոց այդ բանակը դարձնել 200 կամ 250, որտիսի հետո ասեն, որ տեսեք այսքան մարդ կողմա պարտադիր կൂտակային համակարգի անցմանը, հետևաբար մենք պարտավոր ենք այդ օրենքն ընդունել։ Դրա համար կոչ եմ անում բոլոր գործատուներին, որոնք իրոք առաջնորդվում են նաև իրենց աշխատողների շահերով եւ նաև բոլոր նման գործատուների մոտ աշխատողներին ամեն կերպ առաջնորդվել իրենց շահերով եւ եթե այդ ցանկությունը նրանց մոտ չկա, դիմադրել պարտադիր ուրեմն կൂտակայինի անցմանը, եթե դա կամավոր կլիներ եւ մարդիկ կցանկանային, ես կարծում եմ նույնիսկ կարիք չէր լինի, որ դիմում գրեն, որ չեն ցանկանում, հատկապես որ սովորաբար դիմում են գրում, երբ ցանկանում են ինչ որտեղ մտնել։ Տիկին Սարգսյանը շատ դեպքերում դիմում գրելու ժամանակ իրենց զգուշացնում են, որ այդ դրանից հետո իրենք կազատվեն աշխատանքից։ Դե հենց դա նկատի ունեի, երբ ասում էի, որ դա չի կարող աշխատել, որովհետև կան ճնշման տարբեր մեխանիզմներ, որոնք միանշանակ կիրառվելու են, որովհետև ըստ էության աշխատողը Հայաստանում աշխատող մարդը ոչ մի կերպ պաշտպանված չէ։ Եվ արհմիություններ, եթե հիշում եմ, որքան հիշում եմ 300-ից ավելի արհմիություններ գոյություն ունեն Հայաստանում, որոնք միանշանակ իշխանության վերահսկողության տակ են եւ նրանք երբևիցե չեն փորձել պաշտպանել աշխատողի շահերը։ Մեր հիմնական խնդրեմը նաեւ այդտեղից է գալիս, որ աշխատողը ոչ մի ձևով պաշտպանված չէ գործատուից։ Ուրեմն այն ինչ որ ասվեց, միանշանակ ճշմարտություն է եւ նրանք ձգտելու են 200-250 կամավորների քանակի, որից հետո արդեն կպարտադրվի, կամավորները իհարկե չագետավոր։